Քվեարկության օրվա ավարտից ժամեր անց գիշերը 2-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը հանդես եկավ ասուլիսով, հայտարարելով ընտրություններում հաղթանակի մասին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը, փաստեց Նիկոլ Փաշինյանը, ապա խոսեց առաջնային անելիքներից։ Պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա մեր առանցքային անելիք։ Այդ ասուլիսից հետո դարձյալ այս գիշեր հայտարարությամբ հանդես եկավ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը։ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին հորդորեց չանհանգստանալ, քանի որ ձայների հաշվարկը չի ավարտվել եւ ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն։ Անպայման մենք առավոտյան ձեզ կներկայացնենք ճշգրիտ տվյալները։ Արդեն առավոտյան, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, Ուժեղ Հայաստանից հայտարարեցին, որ քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների վրա։ Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի եւ միանձնյա իշխանություն ձևավորելու մասին, ինչն ուղղակի հրահանգ ու ազդակ էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը եւ ընկալվել առանց խորքային ուսումնասիրության եւ իրավաքաղաքական գնահատականի։ Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ Ուժեղ Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբը զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամ արտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումն ու հետագա քայլերը։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած Հայաստան դաշինքը սկզբում չհրապարակեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր ամբողջական գնահատականը, չուրվագծելով իր հետագա քաղաքական եւ իրավական քայլերը։ Սակայն օրվա երկրորդ կեսին քաղաքական ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախ շնորհակալություն էր հայտնել Հայաստան դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար, ապա հայտարարել. Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո։ Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ ստացել է մոտ 4% ձայն, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի ուշ հրապարակած տվյալներով պարզվեց, որ կուսակցության արդյունքը կազմում է 3,996 հազարորդական%, ինչը չի բավարարում կուսակցությունների համար սահմանված 4%-ի անցողիկ շեմը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հայտարարեցին, որ դիմելու են վերահաշվարկի։ Այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաեւ քննարկվում են առանձին որոշումներ եւ գործողություններ բողոքարկելու հիմքերը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետ Ատոնոյանը հայտարարել է, որ որոշ տեղամասերի արձանագրություններում ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված թվերում կան հակասություններ։ Այսպիսով, ընտրական գործընթացի արդյունքում քաղաքական դաշտում ձևավորվել է նոր դասավորություն, սակայն վերջնական պատկերն ու հետընտրական զարգացումների ուղղությունը դեռ հստակեցման փուլում են։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։